Ինչը մեզ հնարավորություն է տալիս պրոցեսը խորհրդանան տանելու մասով, այս լսումները այն ամփոփիչ կետը պետք է դառնա, որտեղ հստակ պետք է լինի ճանապարհը, որի մի տարբերակը հանրապետականը ներկայացրել է, որից հետո հաջորդած ժամանակահատվածում հիմնական դերակատարները, որոնք այդ ճակատի մաս են կազմելու, արդեն իսկ այդ ամբողջության նաև գործընթացի մասն են։ Դրա մասին է ամբողջ։ Եվ շարժվելու Մենք ինչ ենք ասում ենք հարգելի ընդդիմադիրներ, միավորվեք, արեք միավորվենք, այս ժողովուրդն էլ տնա, որ ընդդիմադիրները միավորվել են եւ process-ը իրականանում։ Եթե ընդդիմությունը չի միավորվում, պարապ նստած կարծիքներ հայտնելով, չգիտեմ, դե դրությունների են սպասում, մենք չենք սպասում։ Հետևաբար կարծիքներ բերեք չհայտնենք, չասենք, որ process-ը որտեղ կհասնի։ Եվ չեմ էլ ուզում որևիցե ընդդիմադիրի ասածը քննարկեմ։ Ես ասում եմ, բոլոր ընդդիմադիր ուժերը, եթե իրանք ռեալ ընդդիմադիր ուժեր են, պիտի միավորվեն։ Այսօր կա այս գործիքը, համանadrությամբ նախատեսված գործիքը, impeachment-ը, բերեք անենք, չենք անում ու կարծիքներ ենք հայտնում, ասում են գիտեք ինչ կա, էսի կստացվի, էնի չի ստացվի, ԿՊ-ն կմիանա, չի միանա, դուք էլ միավորվեք ընդդիմադիրներով, նոր ԿՊ-ի մասին խոսեք, այս ամբողջը։ Ինչն է լուրջ դա, պարապ նստելը, հարց, ես էլ ձեզ եմ հարց տալի, պարապ նստելն է լուրջ, թե կոմենտ գրելն է լուրջ, թե fake տելեգրամյան ալիքներով մարդկանց հայոյելն է լուրջ, մեռանք ասելով ժողովուրդ ջան, ես հայելու, չգիտեմ, մշակույթը պետքա կուլտուրան հանել, չի կարելի ֆեյքերին խոտ տալ, իդեպ ձեզ ասեմ, այդ կուլտուրան նաև մտածա ընդդիմադիր դաշտի գործունեության մեջ, սա մենակ իշխանականներին չի վերաբերվում, նաև վերաբերվում է ընդդիմադիրներին, ընկերներ, մի հայոյեք որևիցե մեկի նախաձեռնությունը մի փչացրեք, որևիցե մեկի հայտարարությունը մի սարքեք, եսի միջ մի վիրավորեք մարդկանց։ Եթե դուք առողջ քաղաքականությամբ եք զբաղվում, եթե դուք զբաղված եք ավանտյուրայով, արեք ասեք դուք ավանտյուրիստներ եք, մենք էլ ասենք ընկերներ դուրս արեք այս քաղաքական դաշտից, հերիքա մարդկանց հայոյեք, էսը իմ ասած։ Իրեն գտնում եմ, որ գուցե հետո ավելի հարմար պահվի այդ impeachment-ի գործիքը կիրառելու համար, իսկ երբ որ դա այսպես մսխվի այդ հնարավորությունը, մենք մի քանի անգամ ասել ենք, եթե չլինի 54 ստորագրություն, այդ գործիքը մենք չենք կիրառելու, հասկանալի է, չէ՞։ Եթե չի մսխվելու, դրա մասին ենք խոսում, եթե քաղաքականությամբ զբաղվող որևէ անհատ կա, այս պարզ, չգիտեմ, նախադասությունը չի հասկանում, թող քաղաքականությամբ չզբաղվի։ Ինչն է խանգարում, որ միանա։ Ես միանալու մասին դեռ չգիտեմ, կմիանան թե չէ։ Ես հույս ունեմ, որպես մարդ, որ այո, բոլոր ընդդիմադիրները միավորվելու են։ Եվ ես հիմա էլ եմ հորդորում բոլորին, քանի շատ ուշ չի, ընկերներ, սիրելի ընդդիմադիր ընկերներ, միավորվեք։ Ձեզ չհամոզեց, որ ասեցի մեր ստորագրությունները կա, սեյֆում դնում ենք։ Չէ, տեսեք, դրա մասին մի անգամ խոսել եմ, հիմա էլ եմ ասում, այդպես չի լինում, հարգելի գործընկերներ, սեյֆում դնում ենք, չի լինում այդպես։ Սեյֆում չգիտեմ, փողերն են դնում, ինչն են դնում, այդ իրանց գործն է, թող շատ ունենան դնեն։ Սեյֆում դնելով impeachment-ի գործընթաց չեն անում։ Կա միակ ճանապարհ, այդ միակ ճանապարհին պետք է միանալ, էսա իմ ասած։ Եւ հարցրեք ճանապարհային քարտեզի մասին պարոն դուք նախատեսում եք ավարտում տեսնել ինչեւ խորհրդարանական ընտրությունները։ Տեսեք, չէ, նման բան չկա, ասեմ ինչի, հարցը իմ անձը չի։ Շատ ընդդիմադիր շրջանակներից ես նաև ունեմ ընկերական հարաբերություններ եւ մինչ այս պահը ես չեմ լսել որևիցե ընդդիմադիր հա գործ չի իմ դեմ արտահայտած կարծիք դրա համար չեմ կարծում այդտեղ հարցը վերաբերում է տեխնացուին թե ոչ մինչև տեխնացուն պատիվ ունեմ ինչ էր ասում մեր սիրելի գործընկերներ դուք մեծ խմբակցություն եք դուք առաջադրեք տեխնացուն հետեւաբար այս հարցն էլ է փակվում որովհետեւ մենք նես չի պարապ էինք մնացել ամփոփել բոլոր տեսակետները։ Լավ, հիմա կասեք, ես լսումների վերջը ինչ է լինելու։ Լսումներ արեցինք, հավաքվեցինք, էլի հիշեցրեցինք, որ նման օրակարգ կա, հետո գնում ենք տներով։ Չէ, չեմ կարծում, որ պետք է ու ճիշտ է նման կարծիք հայտնել։ Այո, ես հասկանում եմ հասարակության սպասելիքները, որ պետք է ավելի արագ գործել, բայց գործընթացներ կան, որոնք ոչ մեր ցանկությամբ դանդաղում են։ Հետևաբար ամենաառաջի գործիքը էլի եմ կրկնում։ Impeachment-ը հաջողությամբ
ավարտելու ընդդիմադիր ուժերի համախմբումն է։ Ինչքան արագ լինի այդ համախմբումը, այնքան արագ կգնա process-ը առաջ։ Հիմա այստեղ հավաքվելով համախմբումը կստացվի, թե չէ։ Տեսնենք։ Հիմա թող ելույթներն ավարտվեն։ Դուք իշխանության պատգամավորների շրջանակներում ընկերներ ունեք, որովհետև քաղաքացիներ կան, որ կոնկրետ ձեր տեխնատության վերաբերյալ դրականորեն արտահայտվելով նաև նշում են, որ կան մարդիկ ԿՊԻ-ից, ովքեր հաստատապես կմիանան, որովհետև տեխնատուն չեք, ինչով եք արժանացել ԿՊԻ-ի այդ պատգամավորների։ Այդ մի քիչ նուրբ հարց է, որը կարծում եմ քիչ բարդ կլինի արագ պատասխանելը, տեսեք։ Ես բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ ունեմ շատ նորմալ եւ դրական հարաբերություններ տարբեր շրջանակների հետ։ Եվ այս գործածը սկսելուց առաջ ինչ եմ ասել։ Ասել եմ մենք կողմենք հանրային լայն համերաշխության։ Մենք ուզում ենք, որ մեր երկրում տիրի համերաշխություն։ Վերջի վերջո Լիպսիմեն հիշում է այն ժամանակ, որ ասեցի, այս հայելու կուլտուրան պետքա դուրս գա։ Հիմա երբ որ սկսենք իրար չհայվել, այս ժամանակ ավելի հեշտ կդառնա մեր գործը։ Այո, ես իշխանության մեջ էլ մարդիկ կան, որոնց հետ նորմալ հարաբերություններ ունեմ, եւ այդ մարդիկ չի բացառվում, որ կքվեարկեն իմ օգտին։ Եթե դրա մասին է խոսքը, պարզ ասում եմ։ Հիմա որ ասեք ով է, պարզ չեմ ասի ովքեր են, ով չէ, ովքեր են։ Բայց վստահաբար կան այդ մարդիկ։ Դե որ վստահաբար։ Թիվը կնշեք, որ Չէ, չեմ կարող։ Չէ, բաներ կա, որոնց մասին խոսել չեմ կարող, բայց որ կան եւ իշխանություն ընդդիմադիրները միավորվեն եւ դուք եւ մեր հասարակությունը ավելի արագ կտեսնի այդ process-ի ընթացքը, ես ձեզ դա խոստանում եմ։ Պարոն Համբարձումյան, տեսեք, այն մարդիկ, ովքեր իրենցից կշիռ են ներկայացնում կամ կարող են գործընթացներ սկսել ու իշխանափոխություն իրականացնել, իշխանությունը սկսում է իրենց միանգամից դուրս թողնել, հա, պայքարից, կամ կալանավորելու ձևով, կամ ինչպես դուք եք ասում, հայհոյանքների տարափել տվյալ մարդու։ Հիմա դուք մտավախություն չունեք, որ հնարավոր է ձեզ էլ այս process-ից դուրս թողնել, դա կլինի կալանավորներից, որտեղ իշխանության կողմից արդեն իսկ կանեն։ Ուզում եմ ձեզ եւ մեր հասարակությանը հիշեցնել։ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տեղի ունեցած այդ ճակերտավոր ոչ բռնի, չգիտեմ ինչ էին անվանում, այդ հեղափոխությունից հետո առաջի մարդը, որը ձերբակալվել եւ ես երկրում կալանավորվել, դա եղել եմ ես։ Դավիթ Համբարձումյան, ես ուզում եմ բոլորը հիշեն, որովհետեւ դրանից հետո ով պաշտոնի էր գործից անեցին դառավ ընդդիմադիր, հետո կալանավորեցին դառավ ավելի ընդդիմադիր ու ասեց, որ իրանք քաղբանտարկյալներ են եւ այլն։ Այս երկրում առաջի կալանավորված անձը եղել եմ ես։ Հետևաբար, այդ կալանավորումով Դավիթ Համբարձումյանին լռեցնել կամ գործընթացներից հանել կամ հեռու պահել որևիցե մեկի մոտ չի ստացվել։ Կարողացա այնպես պատասխանել ձեր բոլորի հարցին, որոնք պարզ են։ Ինչպես դարակներում դրած կոմպրոմատ։ Տեսեք, մեր պետությունում, գիտեմ, մեր պետությունում կոմպրոմատներ, իրական կոմպրոմատներ, հորինված կոմպրոմատներ միշտ էլ կարան ստեղծվեն։ Բայց եթե ես կամ որևէ քաղաքական գործիչ կոմպրոմատներից խուսափելով, չգիտեմ, կալանավորվելուց վախենալով, ուրիշ ինչ կարան անեն, այդպես բաներով չանեն, նշանակում է այս մարդիկ ճիշտ են ասել, ուրեմն մինչև 2050 թիվը բանա, Նիկոլը պիտի մնա իր տեղը։ Այս երկրից էլ չգիտենք, երկիր կմնա թե չի մնա։ Էսա։ Համախմբումից եք խոսում, ինչն է հիմա խանգարում այդ համախմբմանը։ Ես խանգարելու մասին կարծիք հայտնել չեմ կարող, որտեվ չեմ ուզում գուշակություններով զբաղվել։ Ես չգիտեմ, ինչ որ խանգարող բան կա թե չկա։ Հիմա այս process-ը դրան է վերաբերում, էլի։ Հիմա հասկանանք մեր ընդդիմադիր գործընկերները ինչ կարծիքներ են հայտնելու, դրանից հետո ավելի հստակ կլինի, էլի։ Համախմբում կա, չկա, պառակտում կա, չկա, Նիկոլին հեռացնելու ցանկություն, հստակ գործիքներ կան թե չկան, ընդդիմադիր ուժերը ուզում են Նիկոլը հեռանա թե չհեռանա, այս ամենից հետո կասեմ։ Մի բան էլ լրացնեմ, հա, այդ կոմպրոմատների հետ կապված որ ասեցի կալանավորումից բանից չեմ վախենում, իսկ չեք վախենում, որ այս իշխանությունը ուրիշ գործիք էլ ունի, փչացնել քաղաքական գործիք։ Տեսեք, մի քիչ բարոյական պատասխան տամ, մի քիչ ոնց որ ավելի հասկանալի լինի։ Ես աստվածահավատ մարդ եմ,
Հետևաբար հին ժողովրդական ասացվածք էլ կա, էլի 4 կեղտը մարդուն չի կպնում։ Այդ փչացնելը թող փչացնողները իրանց մասին մտածեն, իրանց փչացվածության աստիճանի մասին մտածեն, իրանց անցած ճանապարհի մասին մտածեն։ Այս վերջի 7 տարում դրանից առաջ էլ երևի այնքան են փորձել ինձ փչացնել։ Ես դրան էլ եմ սովորել արդեն, ժողովուրդ ջան։ Այնպես չի որ ինպես մարդուն տենց հեշտ է փչացնել։ Մաքսիմում իրանց այդ ֆեյքերով, չգիտեմ ինչերով փորձեն ծաղրանկարներ սարքել եւ այլն, այդ իրանց մակարդակի գործիքակազմը էլի արեք ճիշտ խոսեք։ Պարոն Ամբարձումյան, ընդդիմադիր հայացքներ ունենալով ինչպես է ստացվում ձեր աշխատանքը կառավարության հետ, որովհետև ինչքան էլ լինի բյուջեն, այդուհանդերձ կառավարությունը պետք է տրամադրի, դուք Որտեղից տրամադրի։ շարունակում եք չէ։ Շատ կարևոր հարց եմ տալի, որտեղից տրամադրի կառավարությունը։ Բերեք, էս էլ փագենք այս թեման, որովհետև նես տպավորություն է ստեղծել, որ կառավարության տված սուբվենցիաները կառավարության այդ անդամները իրենց հոր տնից են բերել։ Դա մեր ժողովրդի հարկերից հավաքված բան է, գումարներ է տրամադրում, հետևաբար օրենքով էլ սահմանված է, չեն էլ կարող չտրամադրել, ինչի մասին է խոսքը։ Մենք արձանագրում ենք։ Տեսեք, պարոն Ամբարձյան, ես մի վերջին հարցը Վոլոդյա Գրիգորյանի սպանությունից հետո պատգամավորների ստորագրությունները հորդորում էին, որ դες պետք է նաև անվտանգություն տրամադրվի, քանի որ դուք էլ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդ եք, նաև որոշ շրջանակներ կան, ովքեր Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը կապում են քաղաքական հայացքների հետ եւ որ իշխանության կոկորդիներ մնացել նրա մարտին տարած հաղթանակը Բնականաբար Ես այդ մարդը չեմ, որ նոր ասել եմ, էլի կարծիքներ հայտնել կամ ինչ որ այս դաժան դեպքի հետ կապված քաղաքական դիվիդենդներ շահել։ Ես այդ մարդ չեմ, Վալոդյա Գրիգորյանը իմ ընկերն է։ Չեմ ուզում որևիցե ինչ մեկի հայտնած կարծիքի մասին իմ կարծիքը հայտնել։ Ես իմ սուբյեկտիվ կարծիքը ունեմ այս դեպքի վերաբերյալ։ Շնորհակալ։ Կեղծիքը բացահայտելու եւ հնարավորության սահմաններում մեր երկրի ժողովրդի շահերը պաշտպանելու համար։ Մենք այս ամբիոնը չենք օգտագործել Վաղը խնդրեմ իմ գործընկերներին կանեն ձևաթուղթը եւ գործած սկսենք, շատ ուրախ եմ։ Տեսեք, այդպես չի լինում, ժողովուրդ ջան։ Ստորագրությունները պիտի դրվեն մեկ ձևաթղթի տակ։ Հիմա նոր խոսում ենք Գրիվսի հետ, որ մեկը սեյֆում է դրել, այդպես չի լինում։ Եթե պարոն Սաղաթելյանն ասում է Բերեք ձևաթուղթը ստորագրենք, իհարկե չլսեցի էլի։ Վաղը կուղարկենք, թող ստորագրենք, խնդրեմ իմ ընկերներին, թող ուղարկեն ստորագրեն։ Եթե կստորագրեն, գործընթացի արագությունը, process-ը, հետևանքները դուք բոլորը կտեսնեք։ Սեյֆից հանել են թափահարեց նոր իշխան Սաղաթելյանը։ Շնորհակալություն։ Բայց մի հատ բայց։ Այդ բայցը չհասցրի լսեմ, էլի։ Արձագանք Բակասողը ո՞րն է։ ԱԿՊ-ից էլ բերենք նոր մեր ընդդիմադիրները միավորում, այսպեսի բան կա, չգիտեմ, ես լսեմ նոր կարծիքս կհայտնեմ, լավ։ Շնորհակալ եմ։ Արձանագրեցինք, որ Հայաստան խմբակցությունը միացավ impeachment-ի գործընթացին եւ հիշեցնեմ, որ մենք միանալու ենք, մենք փաստաթղթերը հանձնելու ենք բացառապես 54 ստորագրություն ունենալուց հետո։ Շնորհակալություն, համեցեք պարոն Ղազարյան, պատրաստվի Նարեկ Մալյան։ Ես ներողություն եմ խնդրում, ես նախորդ անգամ դրա գանձը սխալ ասացի։ Հարգարժան նախագահող,